ողջույն, շարունակում ենք լիստերի հետ կապված խնդիրների դիտարկումը, այսօրվա խնդիրը հետաքրքիր է եւ հետեւյալն է։ Գեներացիան 36 հատանոց քարտերի կալոտ եւ այն բաժանել 4 խաղացողների մեջ։ Նու թղթախաղեր կարծում եմ խաղացել ենք թե փոքր ժամանակ, եթե ոչ նաեւ հիմա, ուրեմն ինքը ինչ է ենթադրում, այն լինում է նախ տարբեր չափերի, մենք այստեղ քանի որ մի քիչ փոքր թվեր եմ ուզում աշխատել, քանակը փոքր լինի, որ ավելի պատկերավոր հասկանալի լինի, ես կազմում եմ ենթադրենք ունեմ 36 հատ տար պարունակող խաղաքարտերի կալոտ։ Ու սիմվոլները այս 4-ն են լինում, իսկ թվերը ուրեմն լինում են 0-ից մինչև 10, հետո վալետ, կարոլ, վալետ, դամա, կարոլ ու տուզը, չէ՞, այս տառերով է նշանակվում։ Հիմա ինձ ինչա պահանջվում անել, նախ եւ առաջ ես պետքա ստանամ մի հատ խնդիրը 3 փուլով ենք լուծում, նախ եւ առաջ ստանանք այս սրանց համադրությունը, հա, այսինքն սիրտ եւ մնացած սիմվոլներով համադրությունը, հետո քյապ մնացած սիմվոլներով համադրությունը եւ այդպես մնացածների համար։ Այսինքն քարտերը նախ եւ առաջ ձևավորենք։ Այդ կերպով որ տուփը նոր ենք բացում, բոլորը ձևավորված են, չէ՞։ Շատ լավ։ Հիմա փորձենք առաջին հերթին դա անել։ Ուրեմն ինչ ենք ստեղծում, ստեղծում ենք առաջին հերթին կալոդ։ Գրենք անունը կալոդ։ Ես եկամ տերմինային լավ չեմ տիրապետում, չգիտեմ, կարող կալոդը մի քիչ ոչ ճիշտ կամ հայերեն բառն է, բայց ամեն դեպքում ինձ ներեկեց մասով։ Ուրեմն ոնց ենք վարվում։ Ներդրված լուփի միջոցով մենք գեներացնելու ենք զույգեր, այսինքն առաջին լուփը լինելու է հետևյալը։ Նախ առաջին լուփը ապահովելու է այս սիմվոլներից ամեն մեկի ստանալու process-ը։ Այսինքն ստե գրենք sim in card S card սիմվոլ բառից, հա, եւ մի հատ է for loop ենք ներսում պատտվում, ուրեմն այստեղ արդեն թիվն ենք ստանում կամ այլ սիմվոլ է, ինքը արդեն in card թիվ անունից։ Եվ ինչ եմ անում, ամեն անգամ կալոդի մեջ ավելացնում եմ, append ենք անում, այսինքն կալոդի մեջ ավելացնում ենք սիմվոլ գումարած թիվ, որտեղ նայեք սիմվոլը եւ թիվը դրանք երկուսն էլ իրենցից ենթադրում են string-ներ։ Հետևաբար, օրինակ սիրտը վերցնում, սիրտը սրանց բոլորը սկսում եմ պատտել ու դրա համար ավելացնում եմ այս տարբերակով, այսինքն երկուսն է string-ը ու ավելացնում ենք։ Հիմա print ենք անում կալոդը ու տեսնենք, որ բոլոր հնարավոր բոլոր զույգերը տեսեք սրտով ստացանք, այսքանը վերջանում, հետո գալիս է նույն քափի համար, հետո նույն խաչի ու մնացածի համար։ Այստեղ, հետո արդեն ստեղից սկսում է մնացածը։ Առաջին process-ը իրականացրեցին, դա ենթադրում էր այդ խաղաքարտերի ձևավորումը։ Հաջորդ process-ը այդ խաղաքարտերը պետք է խառնենք, որ random պատահական ձևով բաժանենք։ Այսինքն պետք է ստանանք դրանց խառնված տարբերակ։ Եկեք դրա համար ուրեմն նոր list սարքեմ, random list-ը կամ random կալոդը, որը հավասար է սկզբային դատարկա։ Ես այդ random կալոդի մեջ իրենց պատահական ձևով գեներացված տարբերակը լցնելու եմ։ Ինչպես ենք դա իրականացնելու։ Դա այսպիսի process մենք Secret Santa խաղը գեներացնելու ժամանակ արել ենք, հա։ Օգտվել ենք random մեթոդից։ Եկեք ես այստեղ ուրեմն random մեթոդը բան անեմ, import անեմ։ Modular random մոդուլի choice մեթոդից ենք օգտվել։ Ուրեմն random import անից հետո բարվենք հետևյալ կերպ։ Քանի դեռ, վայել, իմ կալոդը դատարկ չի։ Կալոդը, այսինքն քանի դեռ կալոդում ես խաղաքարտ ունեմ։ Հավասար չի դատարկ։ Ուրեմն ինչ եմ անում։ Պատահականության սկզբունքով պետք է վերցնեմ մի հատ քարտ, չէ՞, այսինքն random քարտ եմ ստանալու մի հատ, ինքը ստանալու եմ ուրեմն պատահական սկզբունքով, այսինքն random get choice մեթոդն ենք օգտվում եւ ումից է որտեղից եմ ընտրում եմ ես այն կալոդների միջից։ Սա ինձ կալոդի միջից տալու է պատահականության սկզբունքով մի հատիկ քարտ, այսինքն մի հատիկ այսպեսի ինչ որ քարտի սիմվոլ է տալու։ Այդ սիմվոլը որ ստացամ, վերցեցի գեցի random քարտի մեջ։ Հիմա random քարտի մեջ գրելուց բացի, ես այդ պետքա վերցնեմ եւ ավելացնեմ իմ random կալոդում։ Այսինքն այդ random կալոդը get append ենք անում այդ իմ վերցրած սիմվոլը random քարտը։ Այսինքն random քարտը append արեցինք։ Այսինքն վերցրեցի, ավելացեցի այնտեղ։ Հիմա այդ ավելացնելուց բացի նաև ես պետք է իրանք կալոդից ջնջեմ, որ հաջորդի մի քիչ մասնակցի։ Եթե օրինակ ես սա վերցրել եմ, սա էլ հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է չմասնակցի, որտեղ ինքը արդեն ընտրվել է։ Իսկ դա իրականացնելու ենք remove-ի միջոցով, այսինքն իմ կալոդից remove եմ անում random քարտը, որը արդեն ընտրվել է։ Random քարտը, այսպես։ Շատ լավ։ Հիմա արդեն random կալոդում ձևավորվել են բոլոր հնարավոր վարիացիաները։
բոլոր հնարավոր եղանակները, այսինքն աշխատացնենք, տեսեք ամեն անգամ աշխատացնելուց տարբեր հաջորդականություն ենք ստանալու։ Շատ լավ, այսինքն կարտերը ստեցան խառնեցի, այդ կարտերը, որ ես խառնել եմ, պետք է բաժանեմ խաղացողների մեջ, նախ եւ առաջ եկեք այդ խաղացողները մենք սահմանենք, այստեղ գրենք ուրեմն player, որը լինելու է ենթադրենք 4 հոգի են խաղում, տանք անունները, հա, առաջին անունը Միկա, երկրորդ անունը ենթադրենք Արթուր, երրորդ անունը Հակոբ, չորրորդ անունը ենթադրենք Ռոբ, այսինքն այս մեր խաղացողներն են։ Հիմա այս խաղացողների մեջ պետք է այս քարտերը բաժանենք։ Ոնց ենք դա իրականացնում։ Loop-ի միջոցով for պատտվում ենք, ամեն խաղացողի վերցնում եմ ես այստեղ, այսինքն play in player, կամ եկեք name գրեմ, name in player։ Ես վերցնում եմ այսպես ամեն մի խաղացող, առաջին քայլը վերցնում եմ Միկան։ Հիմա Միկայի համար այդ առաջին random գեներացված հաջորդականից առաջին 8 հատ քարտը գտնամ Միկային։ Դա տալի ենք հետևյալ կերպ, ուրեմն print եմ անում print ենք անում, f string-ները օգտագործելու, ուրեմն f ուրեմն print ենք անում, նախ տպում ենք անունը խաղացողի, այսինքն name-ը եւ տպում ենք իր սիմվոլները, քարտերը, որոնցով որ ինքը պետքա խաղա։ Իսկ քարտերը ես որոշեցի, որ random կալոդի առաջին 8 հատը պետքա իրան տամ։ Random կալոդի առաջին 8 հատը, այսինքն սկզբից մինչև 8։ Այսպես, առաջին 8 հատը կտանք իրան։ Հիմա երբ առաջին 8 հատը ես տվեցի, այսինքն առաջին 8 հատը արդեն բաժանել եմ, վերջացել եմ, հիմա այդ առաջին 8 հատը պետք է ես ջնջեմ, այսինքն իրան հեռացնեմ, որ մնացածը արդեն վերցնի բաժանի։ Դա ոնց ենք իրականացնում, դա իրականացնում ենք հետևյալ կերպ, ուրեմն նախ այդ ջնջելու process-ը, հա, այսինքն random կալոդը հավասար է random կալոդ, բայց արդեն 8-ից մինչև վերջ։ Այսինքն այդ 8 հատը արդեն մասնակցել է, ինքը դառնա 24 հատ, հաջորդ process-ը կդառնա 16 հատ, հետո 8 հատ ու այդպես վերջանում է։ Եվ այստեղ արդեն այս կարա մաքրեմ։ Սա կարծես թե ամբողջական ծրագիրն է, եկեք աշխատացնենք։ Տեսեք, բաժանեց Միկայի քարտերը սրանք են, Արտուրի քարտերը սրանք են, Հակոբինը սրանք եւ Ռոբինը սրանք։ Հիմա եկեք աշխատացնենք ու տեսնենք ելի տարբեր արդյունքներ։ Հիմա տեսեք Միկային օրինակ քյափի 7-ն առաջինը, հաջորդ process-ի ժամանակ քյափի 9-ը դարձավ եւ այսպես։ Այսինքն ամեն անգամ ինքը պատականությամբ գեներացնում է եւ տարերը բաժանում է։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ այսօրվա համար այսքանն էի պատրաստել։ Լավ մնացեք, կհանդիպենք։